Տեսեք, նախ ընտրությունների մասով։ Բնականաբար, երբ որ խոսել ենք առաջիկա 2 տարվա աշխատանքների մասին, անդրադարձել ենք նաև այդ հարցին։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ լինի փողոցային համաժողովրդական ընդվազման միջոցով, հերթական կամ արտահերթ ընտրություններով այս իշխանություններից պետք է ազատվել։ Հիմա երբ տեղի այդ ընտրություններին կա 1 տարի ժամանակ։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ մեր երկրի ներսում եւ մեր երկրի շուրջ խաղաղ չի, մինչեւ այդ ընտրությունները տեղի են ունենալու բազմաթիվ դեպքեր եւ իրադարձություններ։ Հետևաբար մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի, այդ թվում նաև փողոցային պայքարի, եւ երբ որ կգա ընտրությունների ժամանակը ու տեղի կունենան այդ ընտրությունները, այն ժամանակ մենք կքննարկենք այդ ընտրությունների մասնակցության ձևաչափը, ինչ օրակարգով, ինչ մոտեցումներով եւ ինչ ֆորմատով։ Այս պահին մենք այդ հարցին չենք անդրադարձել, որովհետեւ նաեւ դրա իմաստը չենք տեսել։ Օրինակ, մենք միշտ պնդել ենք ու հիմա էլ կանխատեսում ենք, որ մինչև ընտրությունները բազմաթիվ իրադարձություններ են տեղ ունենալու։ Օրինակ, արդյոք սա մինչև ընտրությունները չի կնքելու կապիտուլյացիայի պայմանագիրը, որ ինքը ներկայացնում է խաղաղության համաձայնագիր։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, որ մինչև ընտրությունները կա 1 տարի ժամանակ, իսկ մինչև ընտրությունները կա տեղի ունենալու տարբեր իրադարձություններ եւ պետք է շատ հստակ պատրաստ լինել ցանկացած սցենար։ Իսկ այն մոտեցումը, որ դե լավ ընտրությունները անիմաստ է, Սես ձևակերպեմ, կա Հայաստանում մի քաղաքական ուժ, որ ասել այդ ընտրություններին չեն մասնակցում։ Այդ թվում նաև նրանք, ովքեր այդ ընտրություններին դեմ են խոսում, իրենք հայտարարել են, որ չեն մասնակցում։ Այսօր ընդհակառակ իմ տպավորությամբ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր միավորները ըստ էության պատրաստվում են այդ ընտրություններին։ Բայց մեր մոտեցումը շարունակում է մնալ հետևյալը. պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, չպետք է բացառել փողոցային ճանապարհով սրանց հեռացնելը, ընդհակառակը պետք է պատրաստվել առաջին հերթին դրան։ Նոր դրա արդյունքների հիման վրա կհասկանանք այդ ընտրությունները երբ տեղի կունենան, ինչ ֆորմատով, որովհետև ես նույնիսկ նման ձևակերպում եմ տվել, որ եթե սրանք շարունակում են մնալ իշխանության, շատ հետաքրքիր է այդ ընտրությունները Հայաստանի ինչ սահմաններում է տեղի ունենալու, որովհետև սրանք աշուն, գարուն սովորաբար Հայաստանից ինչ-որ կտորներ հանձնում են։ Հետևաբար մինչև ընտրությունները ժամանակ ունենք եւ այստեղ որպեսզի հստակ լինի, ես 2 րոպե կենտրոնանամ այս հարցի վրա։ Մենք շատ մեծ խնդիր ունենք մեր ժողովրդի հետ լայնածավալ կերպով աշխատել։ 3 հարց կա, որ պետքա իրականում նաև վերլուծելով նախորդ շարժումները, այն ինչ որ տեղի ունեցել, այս մասին շատ բաց անկեղծ խոսենք։ Հիմա շատերը ասում են, մենք չենք հաջողել, որովհետև վճռական առաջնորդ չենք ունեցել, մյուսն ասում է ծրագիր չենք ունեցել, մյուսն ասում է գլխից չենք էլ ուզը իմիտացիա ենք անում։ Ես դրանց չեմ անդրադառնում, որովհետև նախ իրենց ասածի մեջ ազնիվ չեն, երկրորդն էլ դա անում են քաղաքական ինչ-ինչ նպատակով։ Բայց մենք գնահատում ենք, որ 3 կարևոր հարց մենք այս ժամանակահատվածում չենք կարողացել լուծել։ Դա հետևյալն է. մենք մեր ժողովրդի շատ լայն շերտերին չենք կարողացել համոզմունք դարձնել եւ բացատրել այն իրականությունը, որ կա, որ այս պատերազմի, պարտության, կորուստների, այս ամեն ինչի պատճառ այսօրվա իշխանությունն է։ Որովհետև իրենք շարունակ փորձում են համոզել, մենք չլինեինք, ով է լիներ, այսպես էր լինելու, Ղարաբաղը վաղուց տրված էր։ Նույնիսկ նման ձևակերպում ունեն, որ պարտությունն ու պատերազմը մենք չենք բերել, մենք դրա հետ կապ չունենք, պարզապես դա տեղի ունեցել մեր իշխանության տարիներին։ Այսինքն, այս առաջի խնդիրը, որ պետքա կարողանանք լայն մասաների, զանգվածների մեր ժողովրդի բացատրել։ Երկրորդ շատ կարևոր եւ էական հարցը, որ մենք չենք կարողացել ամբողջությամբ լուծել, որ մարդկանց բացատրենք, որ այլընտրանք կա այս իրավիճակից։ Շատ շատերը ասում են, ով էլ լինի, միևնույն է, այս պետք է լիներ։ Այսինքն երկրորդը ներկայացնենք այլընտրանքը։ Ես այս ուղղությունների մի մասը նշեցի, բայց սա շատ կարևոր է։
այլընտրանքը ներկայացնել։ Եվ երրորդը կոտրել են հուսահատությունը, որ կա գոյություն ունի, մարդկանց դուրս բերել պայքարի ու կազմակերպել ժողովրդին։ Այո, մենք չենք կարողացել այն ծավալի ժողովրդական զանգված ունենալ փողոցում ու տեղից այնքան կազմակերպած զանգված, որ սրանց պարզապես սրբել եւ հեռացնել իշխանությունից։ Հիմա եթե այս հարցերին մենք պարզ անկեղծ խորությամբ չենք նայում, մենք չենք հասկանում այս խորը ճգնաժամը, որ պատերազմից հետո կա մեր երկրում եւ հասարակության ներսում ու բոլոր աշխատանքները չենք ուղղում այդ ուղղությամբ, հաջորդ փուլում մեր հաջողության հասնելու հնարավորությունները քչանում են։ Հետևաբար միշտ մեր առաջարկն է այս ուղղություններով շատ լրջորեն աշխատանք տանել, կազմակերպել մեր ժողովրդին Հայաստանի հեռավոր գյուղերից մինչև մայրաքաղաքի կենտրոն եւ այս խնդիրը լուծել։